Ողջույն։ Ամբողջ ԿՊ-ն 3 հրճվանքի մեջ էր ու այսօր նաև։ Պատճառն այն է, որ թեև Ալիևը Սևանը անվանել է Գյոչա, Երևանը Իրևան, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան, բայց թույլ է տվել Ղազախստանից ցորեն տեղափոխել Հայաստան-Ադրբեջանի տարածքով։ Ուղիղ ասած, հանձնում են երկիրը, ստանում են կեր։ Եկա երկիր, որն արտադրում ու մատակարարում էր մեզ ցորեն, հանձնել են թշնամուն։ Գլուխ են գովում, թե բա Ադրբեջանով ցորեն է գալիս, ղազախական։ Մենակ այդ լուրի համար, թե ցորեն եք բերում Ադրբեջանով, ինչեր եք հանձնել, ինչքան եք զիջել։ Հողը հանձնել են ու ասում են Ադրբեջանով ուտելիք կգա։ Արցախից որ գալիս էր այդ վատեր, դա նախկիններն էին բերում։ Նիկոլն էլ պատերազմ բերեց, տններս մցրեց, այդքան զոհ տվեց, վերջում էլ թե պարտվել ենք, բայց հպարտենք, որ անկախ ենք։ 1.5 տարի էլ զոհ չունենք, այլևս խաղաղություն է։ Այդ խաղաղությունը ձեզնից առաջ էր, անկախությունը ձեզնից առաջ էր։ Ասում է խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է։ Դա ձեզ համար է անծանոթ երևույթ։ Անկախությունից հետո ոչ մի փուլում խաղաղությանը չեք մասնակցել, մինչ ուրիշները իրական արժանապատիվ խաղաղություն էին ապահովում, Փաշինյանն իրեն չխնայելով ստր էր տարածում ու քլնգում էր։ Մենք ապրել ենք այդ խաղաղությունը, մինչև այս իշխանության գալը։ Եկան, պատերազմ բերին, հանձնեցին, կզեցին, նվաստացան, ինչ դեմ տվեց ստորագրեցին ու ասում են խաղաղությունը։ Նախկինում որ մեկս էինք մտածում, մեր ցորենը որտեղից է գալիս, ինչքան է գալիս, որտեղով է գալիս։ Կառավարությունը պատասխանատու էր ու բերում էր։ Մի վագոն ցորենը սարքել են հայոց հարց։ Այս մարդկանց մոտ տպավորություն է, թե ժողովուրդը ընտրություն է կատարելու իրենց նման, փորով, կերով։ Սրանք փորձում են ընտրական կապիտալ սարքել Ադրբեջանի տարածքով ցորեն բերելը։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով։ Արդեն առաջադրվել է որպես տեխնացու, հայտարարում է. այս ընտրություններով ժողովուրդը որոշելու է լինելու է խաղաղություն, թե պատերազմ։ Խաղաղության օգտին է քվեարկելու, թե ոչ խաղաղության։ Այո, ճիշտ է ասում։ Իսկ ով է այդ խաղաղությունը բերելու, ինքը։ Ուրեմն իմացեք, ժողովուրդ ջան, եկող ընտրություններով որոշելու եք արժանապատիվ խաղաղություն, թե զինադադարի խախտում, որովհետև Ալիևը ընդամենը զինադադար է հայտարարել եւ սպասում է ընտրություններին, որպեսզի հանկարծ Նիկոլի վերընտրվելու դեպքում իր հարցերը լուծի։ Այս ընտրություններով է որոշելու Սևանա լիճ է մնալու, թե անվանափոխվելու է Գյոչա։ Այս ընտրություններով է որոշվելու Երևան է մնալու, թե դառնալու է Իրևան։ Այս ընտրություններով է Երևալու մնալու է Հայաստանի Հանրապետություն, թե դառնալու է Արևմտյան Ադրբեջան։ ԿՊ-ն ուրախացել է, թե կարևորը պատերազմ չի լինի, Ալիևը ասել է տանկերով չի գալու, մեքենաներով է գալու։ Ներխուժում է։ Սև լիճ էլ տանկերով չեն մտել, բայց օկուպացրել են։ Բոլոր այն բնակավայրերը, որոնցում նախկինում ապրել են ադրբեջանցիներ, ընտրություն կատարելիս որոշելու են իրենց տներում, իրենց հարևանների տներում հայեր են ապրելու, թե ադրբեջանցիներ, ու դա որոշելու են քվեաթերթիկով։ Գեղարքունիքի մարզի բնակիչները, միայն Վարդենիսի շրջանում շուրջ 30 գյուղ, Արարատի մարզի բնակիչները, Լոռունը, Սյունիքինը, Վայոց ձորինը, Երևանինը քվեարկելիս թող սա շատ լավ իմանան։ Ադրբեջանի գլխավոր շտաբի քարտեզներում Հայաստանի Հանրապետությունը նաև քարոզչական պաստառներում ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի։ Գեղարքունիքը, Տավուշը, Արարատը ներկայացված են կիսատ։ Այս ընտրություններն են որոշելու Հայաստանի ապագա քարտեզը, լինելու է մեր քարտեզը, թե Ադրբեջանի գլխավոր շտաբի քարտեզը։ 2018 թվականի հեղափոխություն կոչվածի ժամանակ քարտեզում Արցախը միացած էր Հայաստանին։ 21 թվականին գնացին ընտրության, երբ Արցախի կեսը այդ քարտեզում չկար։ 26-ի ընտրություններում Արցախը էլ ընդհանրապես չկա։ Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից, Տավուշից կիսած քարտեզ է։ Այս ընտրությունը նրա մասին է, որ եթե Նիկոլը ընտրվի, մյուս ընտրության ժամանակ 2031 թվականին մեր մարզերը այդ քարտեզներում չեն լինի։ Սրանք ընտրություն են, որտեղ ժողովուրդը որոշելու է ուղի մեջքը, թե գլուխը կախ մանգը աշխարհի ցանկացած երկրում, ծանր պարտության ամոթը ուսերին։ Այս ընտրություններով քաղաքացին որոշելու է ամենափոքր հարցից մինչև ամենամեծ, ամենածանր հարցը։ Որոշելու է օր-օրի թանկացող ձեթի գինը, կարագի գինը, կատնամթերքը, էլի թանկանա,
թե լինի գնային կայունություն։ Այս ընտրությունը որոշելու է հարկերը ամեն օր շատանան, թե օրորի թանկացողը էժանանա։ Այս ընտրություններն են որոշելու քաղաքացին շարունակելու է մնալ տուգանքի մատերիալ, թե ազատվելու է բեռից։ Այս ընտրություններն են որոշելու ժողովուրդը շարունակելու է մնալ ղումարբազ, պետական բյուջեից եռակի շատ խաղադրույքներ են արվելու, թե ոչ։ Այս ընտրություններով է որոշվելու պետական պարտքը հասնելու է 25 միլիարդ դոլարի, թե նվազելու է։ Այս ընտրություններով է որոշվելու ամեն ասած բառի համար մարդիկ լցվելու են բանտերը, թե դրան վերջ է տրվելու։ Այս ընտրություններով է որոշվելու բիզնեսները ռեկետ են արվելու, բաժնետոմսերը խլվելու են ու տան քպական կառավարությանը, թե բիզնեսն ազատվելու է, գործարարներին տուգանելու են ու կալանավորեն, թե թողնելու են աշխատեն տնտեսություն զարգացնեն։ Այս ընտրություններով է որոշվելու, դուք եք որոշելու ժողովուրդ, մեր եկեղեցիներում պատարակ են մատուցելու հոգևոր սպասավորները, թե կարգալույց ու կեղծ տերտերները։ Համաշխարհային մակարդակով ամոթ է քրիստոնյաների մոտ, երբ ատամնատեխնիկին, կոմիկ դերասանին, ՔՊ երիտասարդ կառույցի աշխատողին, սոցցանցերում կանանց տկլոր նկարները դնողների Նիկոլը հագցնում է եկեղեցական զգեստ, գնում չոքում է դեմները ու աղոտ կանում։ Այս ընտրությունները որոշելու են եկեղեցին Սուրբ Օջախ է, թե քպականների համար աշխատատեղ։ Ընդհանրապես եկեղեցիների կողքը հայտնվելու են մզկիթներ եկեղեցիներից ավելի բարձր, թե չէ։ Սրանց ամեն ինչն է կեղծ ու ամեն ինչի կեղծ լինելը սկսում է 18 թվականից, երբ Աբաջյանի կեղծ պապիկ բեմադրեցին հրապարակում։ Դուք պետք է որոշեք, այդ կեղծիկները մնալու են, բազմանալու են, թե վերջ են տրվելու։ Սպասվող խորհրդարանական ընտրություններում դուք որոշելու եք, ժողովուրդ ջան, հայոց պատմություն անցնել դպրոցներում, բուհերում, թե արևմտյան Ադրբեջանի պատմություն։ Այս ընտրությունները նրա մասին են, արցախցիները վերադառնալու են Արցախ, թե Հայաստանից են գաղթելու ու մեր մարզերից են մարդիկ բռնագաղթելու։ Այս ընտրություններն են որոշելու Վարդենիսը մնալու է Վարդենիս, թե Բասարգեչար է դառնալու։ Այս ընտրություններով է որոշվելու մենք շարունակելու ենք ունենալ ուղիղ կապ Վրաստանի, Իրանի հետ, թե մայրուղիները հանձնվելու են Ադրբեջանին անկլավների անվան տակ։ Այս ընտրություններն են որոշվելու Էրդողանը գալու է Հայաստան որպես հարևան պետության ղեկավար, թե Հայաստանի տեր։ Դուք այս ընտրություններով, ժողովուրդ ջան, որոշելու եք մեր երկիրը շարունակելու է մնալ ֆեյք հապետություն, թե ազատվելու ենք ֆեյքերի, գաղտնալսումների, ձայնագրությունների կեղտոտ շղթայից։ Այս ընտրությունները որոշելու համար են մեր երկրում մնալու են ամերիկյան, սորոսական, ադրբեջանական, թուրքական եւ այլ երկրների գործակալների ցանցերը, թե այդ ամենից վերջնականապես մաքրվելու ենք։ Այս ընտրություններով նաեւ որոշելու են մեր երկրում հանցագործությունները նվազելու են, տարեկան մինչև 7-8 հազարի ժամանակ դառնան, ինչպես նախկինում էր, թե այժմ 40,000-ը դառնալու է 80,000։ Անկամ ամենահասարակ բան թվացող Նուբարաշենի աղբավայրի տարվա կեսին վառվելը, թունավոր օդ տարածելը այս ընտրություններով է երևալու, շարունակվելու է թե ոչ։ Դուք պետք է վերջնականապես որոշեք, ժողովուրդ ջան։ Թույլ եք տալու, որ մնա կառավարություն, որը 500 խոստումից մեկն է կատարում, այն էլ կիսատ բռատ, թե ստախոսները տեղ չունեն կառավարման համակարգում։ Դուք պետք է որոշեք, կառավարման համակարգը լցվի փնթի, անգրագետ, անուսում կադրերով, քպականների ազգուտակով, թալանչիներով, 7 տարում պետբյուջեի հաշվին 8 հատ տուն առնողներով, թե իրենց գործի գիտակ թալանը մերժող մարդկանցով։ Դուք որոշելու եք, դատավորը որոշումը կայացնի խղճի մտոք եւ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքներին, թե Նիկոլի զանգով։ Վերջապես այս ընտրություններով են որոշվելու այս թունավոր միջավայրը իրար նկատմամբ այս ատելությունը շարունակվելու է թե չէ։ Շնչում ենք թունավոր օդ, ուտում ենք թունավոր սնունդ, ապրում ենք թունավոր միջավայրում։ Սա ՔՊ-ի պարգևած իրականությունն է, ու դուք պետք է որոշեք ապրել Նիկոլի Հայաստանում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական կյանքից վտարել նրան իր քանդիչ բրիգադով։ Կարճ ասած։ Այս ընտրությունները ճակատագրական են լինելու ու վստահ եմ գիտակցում եք, որ ասացներս ուղղակի ձևակերպումներ չեն, որովհետև
այս ամեն բացասականը, որ թվարկեցի, մեծ մասը արդեն կա։ Մյուս մասը լինելու է սրանց մնալու դեպքում։ Հայրենասիրական ձևակերպումներով, ժողովրդավարական լոզունգներով քանդելու են, ինչպես որ քանդել են։ Խոսեն ժողովրդավարությունից ու մարդկանց կլցնեն բանտերը, ինչպես հիմա։ Խոսեն հայրենասիրությունից ու կհանձնեն հողերը։ Խոսեն ժողովրդավարությունից ու բոլորիդ կգախնալսեն լցնեն բանտերը։ Խոսեն սոցիալական արդարությունից ու հարկերը турքերը կշատացնեն, ինչպես որ հիմա է։ Խոսեն թալանից, բայց բյուջեն կմսխեն, թոշակ չեն բարձրացնի, աշխատավարձ չեն բարձրացնի, ինչպես հիմա է։ Ես ուզում եմ մերժել այս Հայաստանը եւ վերադարձ այն Հայաստան, որը թեև ուներ խնդիրներ, բայց ուժեղ էր, զարգանում էր, միասնական էր։ Մենք էլ այսքան գլուխներս կախած ու թալանված չէինք։ Լրջանալ է պետք։ Այս ընտրությունները պետք է լինեն շատ լուրջ։ Ինչքան մատերի արանքով նայեցինք երկրի ապագային, հերիք է, ժողովուրդ ջան։